եմ բոլոր ներկաներին, դատը համարում եմ կայացված։ Այդ որ ներկայանում է արժանատեր Ջոն Բայրոնը։ Համեցեք ագարակատեր, ինչ խնդիր ունենք։ Մուրադը արամիզարուկը գողացել է իմ սպիտակ ձենի, որին ես տվել եմ $90։ Եվ հիմա ինչ պահանջներ ունեք, որ դատարանը ինչ որոշում կայացնի, ինչ եք պահանջում։ Թե ինչպես եք գտնելու մեր իմ ձենը։ Բա պատիժը։ Պատիժը Ընդամենը ձին եք ուզում գտնեք, ուրիշ բան չեք ուզում։ պատիժ որպես դուրս չգար մի քանի ամիս։ Շատ լավ, ձեր պատիժը հետևյալն է, ով է Մուրադը և ով է Արամը, խնդրում եմ ներկայացեք, Մուրադ ներկայացեք և ձեր օգտին խոսեք, համաձայն եք նշված մեղադրանքի հետ։ Ոչ, որովհետև ես ուզեցել եմ իմ զարմիկի երազանքը կատարել։ Շատ լավ, շնորհակալություն, Արամ, ով էր Արամը, Արամ ջան խոսեք, համաձայն եք մեղադրանքի հետ։ Ես դեմ չեմ, որ ինքը ուզում է ինձ համար լավ բան անել, բայց դեմ եմ, որ ինքը գողացել է ձին։ Հա, այսինքն Վկաներ կան, ու այդ վկան Արամն է։ Ահա։ Վկաներից հերթը խոսքը տրամադրում ենք, Արամ ջան ներկայացեք, ով եք հանդիսանում մեղադրյալին։ Ես, Արամը և ես։ Արամը չէ, դու Արամն ես։ Ահա։ Արգելի Մուրադ, դուք եթե չեք հարցրել պարոն Ջոն Բայրոնին, առանց թույլատրության ինչ եք վերցնում նրա ձին 3-4 ամսով, արդյոք դա օրենք է։ Արդյոք դա օրենքի սահմաններում է։ Իր ընկերն է դարձել ու դրա համար վերցրել է 3-4 ամսով։ Արշուշ։ Ծանոթ չեն, և ես իրան առաջին անգամ եմ տեսնում։ Հարգելի դատավոր։ Այո։ Կարող է դուք չեք տեսել Մուրադին, բայց Մուրադը ձեզ տեսել է։ Ինչի՞ չեք դա վերցրել։ Դու գինես։ Եթե Մուրադը Ջոն Բայրոնի տեսել։ Նախ ներկայանում ենք հարգելիս։ Ես Ռուզաննան եմ, Մուրադի կողմնակիցը, թեկուզ եթե պարոն Ջոն Բայրոնը տեսել, Մուրադը տեսել է դրան, այդ Ջոն Բայրոնը ես մի քանի ամսվա ընթացքում է հայերեն խոսել սովորել, և քանի որ Մուրադը վախենում էր, որ ինքը հայերեն չի կարող խոսալ և չի թույլ տալի նրան ձին վերցնել, նա գողացել է։ Ես Մուրադի հետ համաձայն չեմ, որովհետև նա երկար ժամանակ այդ ձին գողացել է և նա ամեն առավոտ գնում էր քշելու, բայց մի անգամ տարավ Արամին իր հետ, իսկ եթե նա կարար ամեն օր իր հետ տաներ։ Բայց դա իրավիճակ է փոխում, օրինակ ամեն օր տաներ։ Դրանից չի փոխում հանցագործությունը, որովհետև եթե դուք մեղադրում եք Մուրադին որպես գող, ասենք թե ինքը ամեն օր տաներ։ Մուրադի կողմնակից։ Ահա, Սոնա ջան, ինչ կարծիք ունեք այս իրավիճակի շուրջ։ Ես իմ կարծիքը, որ Մուրադը ճիշտ է արել, իր երազանքը կատարել է և եղբորներ օգնել է, որ ինքն իր երազանքը կատարի, բայց եղբայրը իր դեմ է հելել, բայց եղբայրն էլ Մուրադի հետ հավասար գաղտնիք է պահել։ Հասկացա, հիշեցի, որ փաստաբանը ասում էր, որ ագրատերը ունի շատ հատ հիշողություն, քանի որ չէր հիշում, որ Մուրադը նա իր ընկերն է, բայց եթե ագրատերը ունենա շատ հատ հիշողություն, նա չէր հիշի, որ նա ունի սպիտակ ձի, կամ չէր հիշի, որ նա ագրատեր է, դրա համար համոզված եմ, որ Մուրադը և ագրատերը չեն եղել ընկերներ։ Եվ իմ կարծիքով, եթե ագրատերը չհիշեր իր ձիուն, բայց
համաձայն են, որ ձին իր հետ ամեն օր է եղել եւ նա ամեն բան դուրս գալուց նրան տեսել է եւ նա չէր կարող նրա ձին մոռանալ։ Մուրադը գնաց ագարակատերի մոտ։ Տիրոջ մոտ։ Ու հարցրեց կարելի է ձին վերցնել։ Ագարակատերը ասեց հա, բայց մի օրից երբ ձին արդեն չկա, մոռացան բոլորը ու մտածեց, որ Մուրադը գլուխացել է։ Ջոն Բայրոնը պատիժողություն ուներ, չէր հիշի, որ իր ձինը, բայց Էմանուելը ասաց, որ ատամ հիշում էր, որ դա իր ձինը։ Դատարանը այսօր որ ճանապարհով մնում է որոշումներ կայացնելու եւ դա կշարունակվի եւ կսկսվի երկրորդ Լսումները կշարունակվեն, ասա։ եւ լսումները կշարունակվեն երկրորդ երկրաշարժի։ Դա ավարտված է։ Ինչեր ասում ձեզ մասին, ուրեմն այդ Արամի երազանքի համար չէ։ Նաև ես ուզում եմ ասեմ, որ եթե Մուրադը ասեր, որ ուզում ատանի ձիուն, ագրակատերը կհիշեր, որովհետև Մուրադին ասաց ատամ առատամ իմ ձինը։ Հիմա հարցնենք ագրակատիրոջը, ինքը Մուրադը խոսացել են այդ մասին։ Մուրադը չի գողացել ձին, որովհետև նա թաքուն ինստիտուտում է գնացել է հող աշխատելու։ Մուրադը առնել ագրակատիրոջ ձին, ուրեմն նորից ագրակատերը այդ կհիշեր։ Երեքը փաստանքներ են։ Մուրադը չփորձեց կողանալ ձին ընդմիշտ։ Մուրադը ու Արամը ձին պահում են մի քանի օր։ Ու հետո Մուրադը ասաց, որ պատրաստ է վերադարձնել ձին։ Եթե Մուրադը գողացած լիներ ձին, կտաներ հեռու ու չէր վերադարձնի, բայց նա սկզբից էլ չէր մտածել իրեն պահել ձին։ Մուրադը ձիու վրա քշելը համարում էր ազատություն ու երազանք։ Երանում էր վերջնական որոշում։ Դատարանի համար փաստերը բավարար չեն եւ մենք որոշել ենք դատել Մուրադին։ Ինչու։ Նա ձին գողացել է, մենք քննարկեցինք իմ երկու դատախազների հետ, մենք դատում ենք նաև Արամին, քանի որ Արամը ևս մասնակցել էր գողության մեջ։ Դատում ասել է, թե ինչ պատիժ եք անելու, հիմա հետը կրկնեմ, քանի որ նրանք գողացել են իմ ձին, ես նրանց պատիժ եմ տալի, որպեսզի նրանք իրենց ձիվողների կողքից այն կողքինալ և դրսում այդ հոշը չկա։ Մուրադը պետք է կրեր, որովհետև նրա իրավաբանները եւ կողմնակիցները շատ լավ ներկայացրեցին պահը, նրան լավ արդարացրեցին, ասեցին ինչու էր վերցրել, Համոզիչ էր քեզ համար, որպես դատախազ։ բայց քանի որ գողությունը չի կարելի, արգելված է օրենքներում, պետքա նրանց դատեինք ու Ջոն Բայրոնի պատիժը իրանց գրենք։ Ճայ չեմ որոշման հետ, որովհետև ես չէի գողացել եւ ես իրան ժամանակավոր վերցրել եմ եւ ես ինքս չէի ուզում պահի այդ ձին երկար, այլ Արամն էր խնդրել, որ ես մի քիչ երկար պահեմ, որ ինքը մինչև վարել չսովորի չեն վերադարձնելու։ Հավատանմա, դե տեմեքից հավատանմա։